նախ ուզում եի հասկանալ ինչի է էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում հանձնաժողովին վերաբերող նախագիծը եւ հարցս մի քիչ ավելի հայեցակարգային է այդ դուք նշեցիք պարոն Պապայան որ սպառողների շահերի այսպես ասած պաշտպանության ողջ այդ օրենսդրությունը համապատասխանեցվել է եվրոպական ստանդարտներին, դիրեկտիվներին, բայց այստեղ մի հատ հարց կա։ Ինչու է սպառողների շահերի պաշտպանությունը այսպես ասած լիազորվում մրցակցության հանձնաժողովին, որովհետև ըստ իս դրանք երկու տարբեր ինստիտուտներ են եւ այդտեղ շահերի բախում եմ ես տեսնում դա իմ արդյոք դիտարկվել է այս հարցը քննարկվել է շահերի բախման նաեւ այնտեղ խոսք գնաց զեղչերի մասով որ քննարկումներ կլինեն ինչը շատ ողջունելի է որովհետեւ ինքս եղել եմ տեխնիկայի խանութում եւ տեսել եմ թե ինչքան տարբեր գների մակնշումներ կան, որոնք շփոթեցնող են եւ ինձ համար առնվազն որպես սպառող անհասկանալի է ինչով են պաշտպանում իմ իրավունքները եւ նաեւ այստեղ նաեւ միավոր գնի ցուցադրման մասին խոսք գնաց, կուզենայի իմանալ կյանքի մեջ ինչ նկատի ունեք միավոր գնի, այսինքն եթե դա չգիտեմ մեծածախ առևտրի դեպքում միավոր գնի մասին է խոսով հանրային ծառայությունների մասով ունենք սպառողների շահերի պաշտպանության միություն, որը որ հասարակական կազմակերպություն է ինչևէ հիմա որ մասով որտեղ պետք է դիմի քաղաքացին եւ ինչի է այսպես ինձ մի քիչ ցակուցրիվ է ստացվում ըստիս խնդրում եմ պատասխան շնորհակալություն Շնորհակալություն, ինչու է էկոնոմիկայի նախարարությունը, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանության քաղաքականությունը կառավարությունում իրականացնում է էկոնոմիկայի նախարարությունը եւ ըստ էության հանձնաժողով օրենք կառավարությունը ներկայացնում է իդեմս էկոնոմիկայի նախարարությունը, այսինքն քաղաքականություն վարողը այս պարագայում էկոնոմիկայի նախարարությունն է, իսկ իմպլեմենտացիոն մարմինը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Սա մեկ։ Երկրորդը այո մենք ինչ ենք արել, մենք ըստ էության վերցրել ենք Եվրոմիության դիրեկտիվները, 6 դիրեկտիվներ եւ այդ դիրեկտիվները վերել ենք մեր օրենսդրության մեջ համապատասխանեցրել ենք եւ ըստ էության այդ համապատասխանությունը իրականացնելիս անկեղծ կլինեմ շատ բան չեն կարել, ես մեր պետությանը հարմար է, թե չէ, ես մեր հասարակությունը այդպես կան։ Այսինքն, եթե ընդունում ենք, որ մենք ուզում ենք այդ ձևով գնանք առաջ, այդ ամբողջ այդ մեխանիզմը վերցվել է եւ սպառողների պաշտպանության համակարգը, այսինքն տնտեսական մրցակցություն եւ սպառողների պաշտպանություն իրանք աշխարհում մի տրամաբանությամբ են դիտարկվում, այսինքն տնտեսական մրցակցությունը ինքը էլի սպառողների պաշտպանության տրամաբանությամբ դիտարկում հարցերին եւ տնտեսական մրցակցության դուժողը էլի տնտեսական մրցակցություն եթե կա դրա շահողը սպառողն է եւ սպառողների իրավունքները պաշտպանված են եւ եթե չկա տնտեսական մրցակցություն դրա առաջի դուժողը սպառողն է եւ սպառողների իրավունքները գրեթե անհնար է պաշտպանել եւ եվրոպական օրենսդրության փիլիսոփայությունը հետեւյալն է որ եթե դու ուզում ես սպառողների իրավունքները պաշտպանես պետք է դու ունենաս 10 հատ խանութ մի փողոցի վրա եթե դու ունենաս աշխարհի ամենախիստ վարչարությունը բայց մի խանութ այսպես ասած, ինչքան էլ վարչարություն անես, այդ սպառողների իրավունքները չեն պաշտպանվել։ Այսինքն մրցակցությունը ինքը պաշտպանում է սպառողների իրավունքները, հետևաբար տնտեսական մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության փիլիսոփայությունները իրար հետ խիստ համադրված են եւ ընդհակառակը նույնիսկ փիլիսոփայությունը եվրոպական օրենսդրության այնպեսին է, որ եթե դու ունես շատ սուր մրցակցություն ինչ-որ շուկայում, նույնիսկ կարող ես տնտեսական սպառողների իրավունքների պաշտպանությամբ չմտածել, որովհետև նա ով չի մտածի սպառողների իրավունքների պաշտպանությամբ, ինքը անկախ պետական միջամտությունից վաղը շուկայից դուրս է մնալու եւ դա այդ հիմնական դրույթն է։ Ձեր հաջորդ հարցը վերաբերվում էր թե ինչու ենք այդ մեկ միավորի հատվածը ներառել, դա էլի օրենսդրության ադապտացիայից ենք եկել, մոտավորապես այսպեսի իրավիճակներ Էլի մրցակցության մեջ, դասական մրցակցության մեջ կարծում եմ չի լինի, բայց ոչ մրցակցային իրավիճակում միգուցե լինի, հա։ Տպավորություն է լինում երբեմն, որ օրինակ եթե դու առնես 10 հատ, մեկ հատի գինը կարող է լինի ավելի էժան, բայց ասենք 10 հատի գինը էլի մեկ հատի գնի չափ է։ Այսինքն ասում եմ փաթեթի գինը այսքան է, բայց այդ փաթեթը եթե 1 քառակուսի մետրով է օրինակ հաշվարկվում, պետք է հաշվի թե 1 քառակուսի մետրի գինը ինչքան է, եթե մետրով է 1 մետրի գինը ինչքան է, այսինքն որոշ
որոշակի չափման միավորով եւս գնահատման հնարավորություն է տալի, որ ուղղակի սպառողի, այսպես ասած, տեղեկացված լինելու իրավունքն է, այսինքն եթե ինչ-որ փաթեթի մեջ ինչ-որ բան 10 հատ է, եւ դա ասում ենք, որ այս փաթեթը արժի օրինակ 1000 դրամ, պետք է իմանանք, մեկ հատը արժի օրինակ 120 դրամ, 100 դրամ, թե 80 դրամ։ Հա, այսինքն մեկ հատի գինը առանձին, եթե սպառողը գներ, դրա գինը ինչքան կլիներ, դա էլ է շատ կարևոր, որտեղ եթե մեկ հատը առանձին գներ 120 դրամ, դա լավ է, եթե 100 դրամ լիներ, ստացվում է, որ մոլորեցնում են, հա, իսկ 80-ը ընդհանրապես լրիվ ուրիշ պատմություն է։ Երևի թե եթե այլ հա, բանի զեղչերի հետ կապված դուք ճիշտ եք, ես էլ եմ այդ կարծիքին ու մենք ուղղակի առաջինից երկրորդ ընթերցման, այսինքն մինչև առաջին ընթերցում չհասցրեցինք վերջնականացնենք մեր ձևակերպումները, հիմա մայիս 10-ին եւս մեկ քննարկում ունենք ու բավականին հեշտացված տրամաբանություն ենք ունենալու ու ելի գնում ենք այն փիլիսոփայությունից, որ ոչ թե մենք պետք է կանոններ լիքը սահմանենք, որպեսզի այդ կանոնների հետևից sense գնանք բանանենք, այլ եթե մենք գնանք այն տրամաբանությամբ, որ եթե ինչ-որ շուկայում կան բազմաթիվ մասնակիցներ եւ տնտեսական մրցակցությունը ապահովված է, այդ մասնակիցներից ոչ մեկը այսպիսի խախտումներ չի անի, ինչի մասին մենք խոսում ենք, որպեսզի մի հատ է գնանք վերահսկողություն անենք, որովհետեւ 1-2 այդ խախտումները կանի, սպառողները կհիասթափվեն, այդ բիզնեսը ընդհանրապես շուկայից դուրս կգա։ Իսկ այն շուկաներում, որտեղ որ այդպիսի իրավիճակ տեսականորեն կարող է առաջանալ, այդ դեպքում արդեն սպառողների իրավունքների պաշտպանության հստակ գործիքակազմ է սահմանված օրենսդրությամբ, այդ օրենսդրությամբ արդեն համապատասխան միջոցառումներ կիրականացնի տնտեսական մրցակցության պաշտպանության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որտեղ այս օրենքի ընդունումից հետո հանձնաժողովը դառնում է տնտեսական մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով։